Կարմիր դուռ, դեղին դուռ խաղի պատճառով ոչ ոք չի մահացել, ոչ ոք կոմայի մեջ չի ընկել ու պաշտոնական տվյալներ ընդհանրապես չկան։ Ռուս աղջիկների վարկածը հաստատված չի, եթե անգամ եղել է նման բան, եթե անգամ եղել է զուգադիպություն, խաղի պատճառով չի եղել։ Վտանգը կայանում է նրանում, որ մարդու երևակայությունը կարող է հասցնել խելագարության, ինչը շատ հանգիստ կարող է լինել առանց խաղերի ու առանց ինչ-որ բանի։ Հիպնոզը իրական է, բայց այս խաղը խաղում են 10 տարեկան երեխեքով, ովքեր չգիտեն այդ ինչ է։ Ձևացնում են, որ ինչ-որ բան են տեսել, վախեցնելու համար բաներ են պատմում։ Ոյ, շատապեցի, ոյ, ես 10 տարի չի կարողանում արտանալ, հետո ինձ տարան հիվանդանոց, հետո ես հայտնվեցի դպրոցում։ Come on։ Մարդիկ, ովքեր ասում են, որ խաղացել են, ստացվել է, ուշաթափվել են, տեսել են այս ինչ բաները, կամ ձեզ խաբել են, կամ էլ դուք եք ինքներդ ձեզ խաբում։ Կներեք։ Ինչ վերաբերվում է իմ կոնտենտին, ինչ եմ սկզբից ասում ոնց են խաղում, հետո ասում որ չի կարելի խաղալ, որովհետև անգամ եթե խաղաք, ոչ մի բան չի լինելու։ Ամենամեծ վտանգը մարդիկ են։ Մարդասպաններ, սեիրական մարդասպաններ, հոգեպես ոչ հավասարակշիռ վիճակում գտնվող անձինք, ու երբ որ ես զգուշացնում եմ մարդկանց այս ամեն ինչի մասին, իրանք ինձից են վախենում ու խուսափում։ Երբեք չեմ հասկանում ինչի, բայց օքեյ։